Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստումները, որոնք նա տվել կամ չի տվել, թերևս արձանագրվում են միայն Facebook-յան էջում, երբ հրապարակում է ինչ-որ բան եւ գրում, ինչպես խոստացել էի։ Սակայն գրեթե 3 ամիս է Փաշինյանը խոստումը չի կատարում։ Բանն այն է, որ բազմաթիվ բողոքներից, համակարգի անսարքությունից եւ անձնագրայինների դռների առաջ կուտակված հերթերից հետո Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունվարի 31-ի ասուլիսում հայտարարեց, որ հայտարարագրման ժամկետը մայիսի 1-ից տեղափոխվում է նոյեմբերի 1։ Փաշինյանը իհարկե պատճառաբանեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամուտների հայտարարագիր լրացնել։ Ամեն բան կարծես խաղաղվեց, քաղաքացիները հանդարտվեցին, որ հայտարարագիր լրացնելու ժամանակ դեռ շատ կա։ Սրա մասին Ժողովուրդ օրաթերթը գրել էր դեռ մարտի սկզբին, սակայն արդեն ապրիլն է եւ ոչ իդրաֆտ ԵՄ-ում, ոչ ազգային ժողովի նախագծերում չկա ժամկետը երկարաձգելու մասին որևէ փաստաթուղթ։ Բանն այն է, որ Փաշինյանի ասուլիսից անցել է գրեթե 3 ամիս, սակայն մինչև այժմ այս հայտարարությունն իրավական որևէ ուժ չի ստացել։ Այսինքն Փաշինյանը եւ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այնքան են տարված տնտեսական աճի թվերը կեղծելով, որոնք Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ հաճախ չեն համընկնում, որ փաստացի հայտարարագրման գործընթացները աչքաթող են արել։ Հարկ է նշել, որ եթե քաղաքացին մինչև մայիսի 1-ը չներկայացնի եկամուտների հայտարարագիրը, ապա այդ դեպքում վարչական պատասխանատվություն է սահմանված։ Առաջին անգամ նախազգուշացնում են, որից հետո 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում 5000 դրամ տուգանք է սահմանված։ Եվս 30 օր չներկայացնելու դեպքում 10,000 դրամ տուգանք։ Որոշակի անձիկ կան, որոնց համար վարչական պատասխանատվությունը բարձր է, մասնավորապես 2024 թվականի ընթացքում 20 միլիոն դրամ եւ ավելի փոխառություն ստացած Հայաստանի քաղաքացիները։ Նրանց դեպքում տուգանքը 50,000 դրամ է, կրկնվելու դեպքում 100,000 դրամ է։ Հարկ է նշել, որ եթե հայտարարագրման ժամկետները կրկին երկարաձգվեն եւ նոյեմբերի 1-ը փաստացի իրավական ուժ ստանա, ապա այս տուգանքները կգործեն նոյեմբերի 1-ից հետո։